Մարմարաօրաթերթ Նաիրա Սյուզման։ Ես հարցում ունեմ բոլորիս աթոռների վրա խաղաղության խաչմերուկ այստեղ ծրագիրն էր պետք եւ այսօրվա աշխարհակահաղական պայմանների մեջ կկարծեմ, որ իրատեսական մեկ ծրագիր է, որ առաջ կմղվի դիվանագիտական շրջանակների կողմը։ Ինչ կկարծեք Թուրքիո ընդհանուր դիրքորոշումը այս ծրագրի այսօրվա ձեր շփումների ընթացքին այս ծրագրի հարցն պիտի քննարկվի թե ոչ, կամ ուր հասած է Հայաստանը այս ծրագիրը իրագործելու քայլերի մեջ։ Շատ լավ, տեսեք, ես ասացի, որ այցի նպատակն է նաև մեր դիրքորոշումները, մոտեցումները, առաջարկները ավելի մանրամասն ներկայացնել Թուրքիայի նախագահին։ Իհարկե, խաղաղության խաչմերուկ նախագծի մասին Նյու Յորքում նախորդ տարի տեղի ունեցած մեր հանդիպման ընթացքում մենք հասցրել ենք խոսել, բայց շատ ընդհանուր գծերով եւ հենց այդ աներկությունը ակնհայտորեն մենք քննարկումների համար ավելի երկար ժամանակ կունենանք եւ ես նախ տեսեք դուք ասում եք Թուրքիայի դիրքորոշումը ինչպիսին է, ես նախ ուզում եմ համոզվել, որ Թուրքիան բավարար չափով տեղեկացված է մեր դիրքորոշումների եւ նրա նրբությունների մասին, որովհետեւ էս էլ կա։ Տեսեք, շատ մի հատ հետաքրքիր իրավիճակ եւ նրբություն։ Ինչպիսին է Թուրքիայի դիրքորոշումը խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ։ Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է համոզվել, որ Թուրքիան եւ Թուրքիայի առաջնորդը, թուրքական պետության ղեկավարը բոլոր եթե ոչ բոլոր էական մանրամասներով ծանոթ է մեր առաջարկին եւ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ որ այս երկխոսությունը տեղի ունենա, որովհետեւ էլի եմ ասում, այո, ես հոդված եմ գրել, ելույթներ եմ ունեցել, հրապարակումներ եմ արել, ենթադրվում է, որ ինստիտուտներ ինչպես Հայաստանի դեպքում, այնպես էլ առավել եւս Թուրքիայի դեպքում տեղեկանքներ են պատրաստում ներկայացնում, բայց էլի եմ ասում, ինձ համար էլ է տենց, այդ բոլոր տեղեկանքները եւ թղթերը տալիս են որոշակի հարցերի պատասխաններ, բայց նաեւ հարցեր են առաջացնում։ Շատ կարեւոր է, որ այդ պոտենցիալ հարցերի պատասխանները եւ մեր պատկերացումները նախագծի ամբողջական էության մասին ես հնարավորություն ունենամ Թուրքիայի նախագահին ներկայացնելու եւ այդ ներկայացումից եւ այս քննարկման արդյունքում ես կարող եմ ասել ինչպիսին է Թուրքիայի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ։ Իհարկե դա էլ ասեմ, որ նախկինում եղել են շփումներում նաեւ մեր տրանսպորտային ոլորտների ղեկավարները հանդիպում ունենալու առիթ են ունեցել, քննարկել են մեր մյուս գործընկերները, արտաքին գործերի նախարարը, հատուկ ներկայացուցիչը, նախարարի տեղակալ արտաքին գործերի, նկատի ունեմ ինքը նման թեմաները մի քննարկումով նույնիսկ հնարավոր չի ներկայացնել։ Դա շատ նրբություններ եւ մանրամասներ կան, որոնք իմիջիայլոց հրապարակային են, էս էլ է պետք բան անել։ Այս նյուանսը մենք երբեմն բան չենք անում, չենք արձանագրում, որովհետեւ շատ բաներ կան, որ հրապարակային են, ել չեմ ասում 21-րդ դարում ամեն ինչը հրապարակային, բայց արդյոք մենք հիմա ցանկացած հարցի պատասխան կարող ենք տալ։ Ոչ իհարկե ակնհայտորեն։ Եթե մենք որոշակի ժամանակ տրամադրենք բաց աղբյուրներից այդ հարցի պատասխանը գտնելու, մեծ հավանականությամբ կգտնենք։ Բայց խնդիրն է նա, թե դու տվյալ ինչքանով այդ հարցը օրակարգում, ինչքանով ես դու կենտրոնացած այդ հարցի վրա, սրանք կարևոր նրբերանգներ են եւ դիվանագիտական շփումները հենց դրա համար են կարևոր, որպեսզի հնարավոր լինի, տեսեք, այս դուք մեր սեղանին դրած է, իմ բոլոր հանդիպումների այսօր էլ հանդիպումներում լինելու է եւ ուրիշ բան է, երբ որ կա հնարավորություն բացել այս բրոշյուրը եւ այդ բրոշյուրի վրա փորձել ավելի պատկերավոր ներկայացնել, թե որն է Հայաստանի Հանրապետության առաջարկը։ Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, երբ որ ես ասացի, որ շատ կարեւոր է որ վերջում ունենալ, թե որն է մեր այն կետը, որը արձանագրվի, մենք կհամարենք, որ այս փուլի մեր նպատակը իրագործվեց։ Արդեն ասացի, Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
սահմանների բացում, որը ենթադրում է Հայաստան-Թուրքիա ճանապարհների երկաթուղիների վերաբացում։ Հիմա Թուրքիայի համար շատ կարևոր օրակարգ է միջին միջանցքը եւ նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրվում է Թուրքիայի կողմից պաշտպանվող եւ Թուրքիայի կողմից առաջ մղվող միջին միջանցքի նախագիծը եւ ինձ համար գոնե ինձ համար ակնհայտ է, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը կարող է լինել միջին միջանցքի նախագծի մաս եւ այդ տրամաբանության մեջ է